Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, այսօր դեկտեմբերի 11-ն է, օրը 5 շաբթի։ Այո, անհավանական արագությամբ անցնում են օրերը եւ հասնում ենք տարվա վերջին եւ մեր հագեցած ու հյուրաշատ եթերներն էլ հաջորդում են մեկը մյուսին սիրելի հեռուստադիտողներ։ Եղանակային նոր փոփոխություններ չկան Լիլիթ, ասեմ, որ այսօր մայրաքաղաքում հնարավոր է կրկին անձրևներ տեղան, իսկ ժամանակավորապես կդադարեն տեղումները որոշ հատվածներում, բայց մառախողը դեռևս կպահպանվի, ինչը ինձ չի ուրախացնում։ Իրականում ամենակարևորը այն է, որ օդի ջերմաստիճանը էականորեն չի փոփոխվի, մի խոսքով, եթե շատ գործեր չունեք, ապա մնացեք տանը, վայելեք առավոտն ու միացեք մեր եթերին, իսկ մենք ձեզ ուղղակի կհիշեցնենք, թե որտեղ կարող եք անցկացնել ձեր ուրախ առիթները։ Այո, հրաշալի երեկո անցկացնելու համար այլևս պետք չէ մտածել, ամեն օր շոու ծրագիր, կենդանի երկու պար, բարձր տրամադրություն եւ համեղ խոհանոց։ Այս ամենը մեկ վայրում, Park Bridge-ում։ Park Bridge-ը ձեր կորպորատիվ եւ տոնական երեկոները կդարձնի իսկապես անմոռանալի։ Նվիրեք ձեր թիմին կամ հյուրերին մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր պահ վերածվում է տոնի։ Տարվա լավագույն առաջարկը հատուկ ձեզ համար Park Bridge-ից։ Օգտվեք ձեր երեկոն եւ զանգահարեք 094 38 06 06 հեռախոսահամարով։ Այսօր Սիրելի հեռուստադիտողներ, Լիլիթ, ես ունեմ անակնկալ շատ հետաքրքիր, փաստորեն այսօր ոչ միայն շատ հետաքրքիր, հյուրաշատ հետաքրքիր օր ենք ունենալու, նաեւ այսօր տանգոյի միջազգային օրն է։ Արգենտինացի նշանավոր երգիչ եւ կինոդերասան Կարլոս Գարդելի տանգոյի արքայի ծննդյան օրը հենց դեկտեմբերի 11-ին է եւ այսօրը նշվում է տանգոյի միջազգային օրը։ Այո, տանգոն իմպրովիզացիոն պար է, որի կատարման տեսանկյունից շատ կարևոր է, որ զուգընկերոջ պարային գաղտնիքներին տիրապետես։ Տանգոն ծնվել է Բուենոս Այրեսում, երբ 19-ից 20-րդ դարերում Արգենտինայում միախառնվեցին տարբեր ազգերի՝ Աֆրիկայի, Արգենտինայի, Կուբայի, Իսպանիայի մշակույթներն ու ավանդույթները։ Արգենտինայում ի սկզբանե տանգոն համարվել է աղքատ թաղամասի բնակիչների պար, այդպիսի մի թաղամասի բնակիչ էր նաև Լիլիթ Կարլոս Գարդելը, ով Արգենտինա էր գաղթել Փարիզից կարճ ժամանակում նա հայտնի դարձավ ամբողջ Արգենտինայում որպես տանգոյի արքա, այս շարժում այսօր շատ եք տեսնելու։ Իդեպ ժամանակին տանգո պարելը արգելված էր Գերմանիայում եւ Ռուսաստանում, որն ինչ խոսք չխանգարեց այս պարի լայն տարածման։ Իդեպ տանգո բառն ավելի վաղ է առաջացել, քան բուն պարը, տանգո բառն օգտագործվում էր Կանարյան կղզիներում այն ժամանակ, երբ ցանկանում էին ուղղակի սևամորթներին հրավիրել թմբուկներով այո նվագելու։ Այսօր տանգոն շատ է փոփոխվել, տանգոն համարվում է ամենագեղեցիկ պարերից մեկը եւ իսկապես առանձնանում է իր յուրահատկությամբ եւ զգացմունքայնությամբ։ Որ այս ընթացքում դուք արդեն հասցրել եք պատրաստել ձեր սուրճը կամ թեյու հարմար տեղավորվել եք, հիմա պիտի ավետին խնդրենք, որ ներկայացնի մեր քաղցիր գործընկերոջը։ Այո, հիմա ես կներկայացնեմ։ Սիրով ցանկանում եմ ներկայացնել մեր գործընկերոջը Ժակո Հրուշագեղենի գործարանին, որը ներկայացնում է քաղցրավենիքի եւ նրբահամ կոնֆետների լայն տեսականի խրթխրթան թխված քաբլիթներից մինչեւ հատընտիր շոկոլադների բազմազան տեսականի, բացառապես անարատ հունք, թարմ բաղադրիչներ եւ ժամանակակից տեխնոլոգիաներ։ Ամեն կոնֆետ հիշեցնում է փոքրիկ պատմություն, ցանկանում եք առանձնացնել արևադարձային աշխարհը հիշեցնող կոկոսի նուրբ համով շոկոլադապատ կոկո ջամբոն, իրական էներգիայի աղբյուր դրայվ կուսան, կետնանուշի, փափուկ կարամելի եւ շոկոլադի իդեալական համադրությամբ եւ բոլորի սիրելի քվեստը նուգա, կարամել եւ շոկոլադե գլազուր քաղցրություն, որը պարգևում է էներգիա եւ լավ տրամադրություն։ Ընտրեք ձեր սիրելի համը եւ վայելեք ամեն պահը։ Թույլ տուր Լիլիթ, հենց հիմա իհարկե քո թույլտվությամբ համառոտ ներկայացնել օրվա հետաքրքիր թեմաների մասին։ Նախ մենք կզրուցենք Project Management Awards 2025-ի մասին, որը տեղի կունենա երկրորդ անգամ եւ ինչպես միշտ այս տարի էլ կդառնա նախագծերի կառավարման ոլորտի ամենասպասված միջոցառումներից մեկը։ Այնուհետև տաղավարում կհյուրընկալենք Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանին եւ նրա հետ կզրուցենք օդի աղտոտվածության խնդիրների եւ հնարավոր լուծումների մասին, որը վերջին շրջանում մեզ այդքան ակտիվորեն տանջում է եւ քննարկվում է հանրության ամենատարբեր շերտերում։ Թերևս ամենակարևոր թեմաներից է, որը պիտի քննարկվի, իսկ հետո պատմելու ենք Թումոյի կողմից ստեղծված Հայկական մշակութային ժառանգության ինստիտուտի ամենակարևոր եւ մասշտաբային նախագծերից մեկի մասին, որտեղ հանրությանը հասանելի է դառնում Հայաստանի եւ Արցախի հուշարձանների ազատ օգտագործումը 3D մոդելներով։ Այս հետաքրքիր զրույցների ընթացքում մենք իհարկե
դավաճան կմնանք մեր ավանդույթներին, միջազգային ուշագրավ նորություններ կդիտենք, կպարզենք, այո, օրվա բաղադրատոմս կպարզենք, Սաթին կողջունենք, արդեն ողջունեցինք ու կարծում եմ ամենագեղեցիկ ձևով ողջունեցինք։ Բայց մինչև Սաթի հետ պարելը եւ նրան ողջունելը, այլ ներկայացնենք մեր գործընկերոջը, Լուսամթերքի շուկայում բացարձակ առաջատար Աթենք ընկերությանը, ով 1 տասնամյակից ավել է ինչ առաջատար է նաեւ Հայաստանում կիսաֆաբրիկատների ամենալայն արտադրության ոլորտում։ Սա նշանակում է, որ Աթենքը ստեղծում է առավել լայն ընտրության հնարավորություն ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր ունեն տարբեր նախասիրություններ։ Վերջերս շուկայում է հայտնվել նաեւ Աթենքի հավինագետների բազմազան տեսականին եւ այն միանգամից սիրվել է սպառողների կողմից։ Ընդգծենք, որ Աթենքի հավինագետները պատրաստվում են բացառապես հավի կրծքամսից։ Հավինագետների յուրաքանչյուր տուփ պարունակում է մինչև 47.6 գրամ սպիտակուց, ինչը նշանակում է, որ այն ունի սննդային բարձր արժեք եւ հարմար սնունդ է սպորտով զբաղվողների եւ պարզապես իրենց սննդակարգին հետևող ընտանիքների համար։ Տարբեր համային նախասիրություններ ունեցող մարդկանց համար Աթենքն առաջարկում է հավինագետների տարբեր համային տեսականի՝ դասական, պանրով, կծու, խրթխրթան, խոզապուխտով, ինչպես նաեւ ունի հավի ձողիկների դասական տարբերակը։ Յուրաքանչյուր նագետ փափուկ է եւ նուրբ, իսկ արտաքին շերտը պատված է խրթխրթան պաքսիմատով։ Դե իսկ Աթենքի հավինագետների պատրաստումը տևում է ընդամենը 4-ից 6 րոպե։ Աթենքի հավինագետները կարելի է դարձնել եւ հիմնական ուտեստ եւ կինոդիտման կամ ընկերական հանդիպումների անբաժան խորտիկ։ Քանի որ այն հեշտ է պատրաստում եւ ընկերական հանդիպումները դարձնում Լիլիթ էլ ավելի հետաքրքիր եւ ժամանցային։ Ահ, Լիլիթ։ Ժամանակն է տեղափոխվել խոհանոց, հասկանալու համար, թե այսօր բաղադրատոմսի ինչպիսի բաղադրիչներ է առաջարկելու մեզ Սաթը։ Բարի առավոտ, Սաթ։ Ողջույն։ Buenas noches. Buenos días. Բարի առավոտ, ոնց ենք սկսել մեր օրը, պարեցինք, բաղադրիչները հասրեցի այդ ընթացքում շատ արագ սեղանին դասավորել, որպեսզի հենց այս պահին ներկայացնեմ եւ պատասխանեմ այն հարցին, թե ինչ ենք այսօր պատրաստելու։ Շատ պարզ բաղադրիչներով, մեր հայկական ածխաջրերով հարուստ լավաշով հետաքրքիր նախաճաշ, որը հագեցնող է, որը սպիտակուցներով հարուստ է։ Ինչու է սպիտակուցներով հարուստ։ Այստեղ ներառված է կատնաշոր, ձու 2 կամ 3 հատ, կեֆիրը կարող եք փոխարինել շատ հանգիստ սերուցքով կամ օրինակ ինչու ոչ կաթով, բարձր յուղայնությամբ, պանիրը քերիչով անցկացնելու եմ եւ արդեն սկսել եմ իմ աշխատանքը։ Այնքան հետաքրքիր է մատուցումը լինելու։ Ափսեն, որը նախատեսված է, արդեն ես ծալել եմ, զիգզակավոր լավաշը մեր ավանդական ծալելու եմ եւ դնելու եմ այստեղ վերջում իհարկե միասին երկրորդ միացման ընթացքում բաղադրիչները, որոնք հենց այս պահին թվարկեցի, խառնելու ենք, համեմելու ենք եւ տեղափոխենք ջեռոց։ Քանի որ ասեցի խառնելու ենք, համեմունքներից մեզ անհրաժեշտ է սև պղպեղը, թող լինի կարմիր քաղցր պղպեղը եւ աղը։ Շատ-շատերը իհարկե չգիտեն, որ մառանիկը առաջարկում է յոդացված աղ։ Այն էլ այս տարբերակով զիպ փականով, որ կարող եք օգտագործել երխոհանոցային պահարաններից որևէ մեկում դնել, անհրաժեշտություն չկա առանձին տարա վերցնել, տարայի մեջ դնել։ Բացում եք, օգտագործում եք, այնուհետև զիփով փակում եք եւ ինչպես նշեցի, օրինակ դնում եք պահարանի մեջ։ Քանի որ այս պահին ես խոսում եմ, ներկայացնում եմ մառանիկի տեսականին, որից օգտվելու եմ սև պղպեղ, կարմիր պղպեղ, աղը, ասեմ, որ հավատարիմ մնալով մարդու կյանքը վառ զգացողություններով համալրելու առաքելությանը սպառողներին ենք ներկայացնում համի իսկական հրավառություն։ Մառանիկ ապրանքանիշ կատարելության ճանապարհին կարևորում է ամեն մանրուք, բաղադրիչների ընտրությունից մինչև արտադրական գործընթաց, որակի խիստ վերահսկողություն, դե իհարկե արդյունքում ստեղծվում է արտադրանք, որը լի է անկրկնելի, քիմքին հաճելի, յուրահատուկ համերով, ոչ միայն արտադրանք, այլ պատմություն, ոչ միայն համ, այլ մշակույթ, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մառանիկ։ Այ գաղտնիքներից մեկը այսօրվա իմ առաջարկած նախաճաշի մեջ կարող եք ներառել կարակ։ Մի փոքր։ Կարակի փոխարեն կարող եք ավելացնել քերիչով անցկացրած դեղին տեսակի, բարձր յուղայնությամբ տեսակի պանիր, շատ համեղ է լինելու։ Ձիթայուղ, ձուղ, կատնաշոր, կեֆիր, պանիրը նոր ներկայացրեցի, խառնելու ենք եւ ավելացնենք այստեղ։ Ես այդ ընթացքում իհարկե կհասցնեմ ամբողջ լավաշները ամբողջ տարայով մեկ տարածել, հերթով դասավորել եւ արդեն կաշխատենք երկրորդ միացման ընթացքում։ Այս պահին ուզում եմ ներկայացնել արդեն իսկ պատրաստի, արդեն իսկ բոլորիս կողմից սիրված Աթենքի նագետները, Աթենքի հավի ձողիկները, որոնք մենք շատ սիրում ենք։
Մսամթերքի շուկայում բացարձակ առաջատար Աթենք ընկերությունը 1 տասնամյակից ավել է ինչ առաջատար է նաև Հայաստանում կիսաֆաբրիկատների ամենալայն արտադրության ոլորտում։ Սա նշանակում է, որ Աթենքը ստեղծում է առավել լայն ընտրության հնարավորություն ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր ունեն տարբեր նախասիրություններ։ Վերջերս շուկայում է հայտնվել նաև Աթենքի հավինագետների բազմազան տեսականին եւ այն միանգամից սիրվել է սպառողների կողմից։ Ընդգծենք, որ Աթենքի հավինագետները պատրաստվում են բացառապես հավի կրծքամսից։ Հավինագետների յուրաքանչյուր տուփ պարունակում է մինչև 47.6 գրամ սպիտակուց, ինչը նշանակում է, որ այն ունի սննդային բարձր արժեք, հարմար սնունդ է սպորտով զբաղվողների, պարզապես իրենց սննդակարգին հետևող ընտանիքների համար։ Տարբեր համային նախապատվություններ ունեցող մարդկանց համար Աթենք առաջարկում է հավինագետների տարբեր համային տեսականին՝ դասական, պանրով, կծու, խրթխրթան, խոզապուխտով, ինչպես նաև ունի հավի ձողիկներ դասական տարբերակը։ Յուրաքանչյուր նագետ փափուկ է, նուրբ, իսկ արտաքին շերտը պատված է խրթխրթան պաքսիմատով։ Դե իսկ Աթենքի հավինագետների պատրաստումը տևում է ընդամենը 4-ից 6 րոպե։ Աթենքի հավինագետները կարելի է դարձնել եւ հիմնական ուտեստ եւ օրինակ կինոդիտման կամ ընկերական հանդիպումների անբաժան խորտիկ։ Քանի որ այն հեշտ է պատրաստվում, ընկերական հանդիպումները դարձնում են ել ավելի հետաքրքիր եւ ել ավելի ժամանցային։ Մեր բարելյուսյան ժամանցը արդեն սկսվել է, մեկնարկը տվել ենք ինչով, այն էլ պարով, լատինո տանգոյով, ինձ թվում է մեզ մոտ ստացվել է ձեր տրամադրությունը բարձրացնել եւ ապահովել։ Ես էլ կապահովեմ ձեր քաղցի զգացողությունը։ Երբեք չեմ թողնի, որ դուք քաղցած լինեք, որովհետեւ ես միշտ առաջարկում եմ համող, օգտակար բաղադրիչներով նախաճաշ Ավետ Լիլիթ։ Խոսքը ձերն է, հակաձեռնությունները ստանցա աշխատանքի։ Շնորհակալություն, Սաշ, շատ կարևոր է, որ դու այո մեզ տված չթողնես ու կերակրես շատ համեղ, որ մենք գրեթե ամեն առավոտ վայելում ենք։ Հա։ Սիրելի հեռուստադիտողներ, այդ բանը շարունակենք եւ իհարկե ես սիրով ուզում եմ ներկայացնել մեր նոր գործընկերոջը։ Նորապատ Group Ունիվերսալ անվտանգության ընկերությունն առանձնանում է վստահությամբ եւ պրոֆեսիոնալ մոտեցմամբ ժամանակակից տեխնոլոգիաներով եւ շուրջօրյա հսկողությամբ ապահովում է այն, ինչը ամենաթանկն է ձեզ համար, առաջարկելով անձնական թիկնապահներից մինչեւ հուսալի պահակային ծառայություն։ Մշտական տեսահսկում, օպերատիվ արձագանք։ Նորապատ Group Ունիվերսալ անվտանգության ընկերության թիմի շնորհիվ կունենեք խաղաղության, վստահության եւ ապահովության զգացողություն ամեն օր։ Ձեր անվտանգությունը վստահեք Նորապատ Group-ին հեռախոսահամար 099 27 50 07։ Իդեպ ասեմ, որ Նորապատ Group Ունիվերսալ անվտանգության ընկերությանն անհրաժեշտ են հմուտ եւ պատասխանատու ու որակավորված աշխատակիցներ։ Եթե ունեք արագ արձագանքման կարողություն եւ ցանկանում եք աշխատել կայուն եւ վստահելի թիմում, ապա զանգահարեք 099 27 50 07 հեռախոսահամարով սիրելի հեռուստադիտողներ։ Այո, ես առաջարկում եմ ընդմիջենք Ավետ։ Այո, կարճատև գովազդ, որից հետո կվերադառնանք տաղավար։ Սիրելի հեռուստադիտողներ, եւս մեկ անգամ բոլոր նրանց, ովքեր հենց նոր միացան մեզ, շատ կարևոր եւ կարևորը ժամանակակից մի հարցի մասին ենք խոսելու, քննարկելու մեր հյուրի հետ։ Ես ներկայացնեմ թեման, սիրելի հեռուստադիտողներ։ Նախագծերի կառավարումը դարձել է ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող մասնագիտություններից եւ ոլորտներից մեկը։ Եվ հենց այս ոլորտում է, որ Հայաստանը զբաղեցրել է կարևոր տեղ Project Management Institute Armenia Chapter-ի ակտիվ գործունեությամբ։ Project Management Awards-ի շրջանակում առաջին անգամ տարածաշրջան կայցելի PMI Global նախագահը եւ գործադիր տնօրենը։ Project Management Awards-ի մրցանակաբաշխությունը եւս կարևոր քայլ է ընդգծելու Հայաստանի այն առաջնորդներին, ովքեր նախագծերի կառավարման միջոցով ստեղծում են արժեք, զարգացնում կազմակերպությունները եւ ազդում երկրի առաջընթացի վրա։ Այս ամենի մասին էլ կզրուցենք մեր հյուրի հետ։ Այո, իսկ ես սիրով ներկայացնում մեր հյուրին, տաղավարում է նախագծի կառավարման ինստիտուտի հայաստանյան ներկայացուցչության նախագահ ներողություն Աստղիկ Սահակյանը, բարի առավոտ, շնորհակալ ենք հյուրին կայելու համար մի փոքր, այո, առավոտը մեզ մոտ սկսել։ Շատ արագ եւ ընդլայնվող ոլորտի մասին ենք խոսելու։ Ես կխնդրեմ նախ խոսենք Project Management ինստիտուտի ոլորտի համաշխարհային առաջատար կազմակերպության մասին, առհասարակ ինչով է այն առաջատար եւ ինչ կպատմեք մեզ ընդհանրապես դրա մասին։
Բարի լույս, շնորհակալ եմ ինձ հյուրընկալելու համար։ Ներկայացուցչություն բառը ես էլ եմ հաճախ դժվար արտասանում, այո, միանշանակ։ Ուրեմն project management-ը իհարկե վերջերս է դարձել պահանջված մասնագիտություն, բայց այն եղել է միշտ։ Պարզապես Երկրորդ համաշխարհայինից հետո 50-ական, 60-ական թվականներին, երբ որ ամբողջ աշխարհում բազմաթիվ լայնածավալ պրոյեկտներ էին իրականացվում, կարիք առաջացավ ստեղծել մասնագիտական հիմք եւ հենց 1969 թվականին ստեղծվեց Project Management Ինստիտուտը ԱՄՆ-ում, որն առ այսօր հանդիսանում է այն կառույցը, որը մշակում է նախագծերի կառավարման ստանդարտ, հավաստագրեր եւ բազմաթիվ այլ պրոդուկտներ։ Իսկ ինչպես է, որ հենց այդ PMI-ը, այսինքն հապավումը մենք արդեն բացված ունեցանք, ձևավորում նախագծերի կառավարման այս միջազգային չափանիշները, ո՞նց այդ չափանիշները ձևավորվում։ Ինչպես նշեցի, դեռևս տարիներ առաջ նախագծերի կառավարման ինստիտուտը մշակել է ստանդարտ։ Տարբեր ոլորտներ ունեն իրենց ստանդարտները եւ նույն լոգիկայով PMI մշակել է այն ստանդարտը, որը օգնում է ցանկացած ոլորտում պրոյեկտ իրականացնել։ Ինչ է նշանակում ստանդարտ, դա այն process-ների եւ սկզբունքների համակարգն է, սիստեմը, որը օգնում է ցանկացած ոլորտում պրոյեկտը ճիշտ պլանավորել, իրականացնել, վերահսկել եւ փակել։ Ես ուզում եմ հասկանալ, ինչպիսի ազդեցություն ունի PMI Armenia chapter-ը ընդհանրապես մեր ոլորտի համար։ Իրականում պետք է խոստովանենք, որ project management-ը որպես առանձին մասնագիտություն Հայաստանում իհարկե էլ ավելի ուշ է զարգացել, եթե համեմատենք 5-6 տարիներ առաջվա հետ, հա, դեռևս project manager ասվածը, այդ պոզիցիան որպես այդպիսին, չէինք հանդիպի բոլոր կազմակերպություններում եւ ոլորտներում։ Հիմնականում IT-ներ, միջազգային կազմակերպությունները, որոնք որ առանձին հաստիկ էին հատկացնում այն մարդկանց համար, ովքեր նախագծեր են իրականացնում կազմակերպությունը։ Բայց այսօր ունենք շատ մեծ փոփոխություն եւ գրեթե բոլոր ոլորտներում, բոլոր կազմակերպություններում մեծ անհրաժեշտություն եւ պահանջարկ է առաջացել ունենալու պրոյեկտի ղեկավարներ, մարդիկ, ովքեր A կետից B կետը հասնելով ստեղծում են արժեք եւ PMI Armenian արդեն 8 տարուց ավել ծավալում է գործունեությունը, մենք տարբեր ձևերով, տարբեր ուրեմն խոհովակներով, այսպես ասած, պատմում ենք project management-ի մասին, իրականացնում ենք տարբեր կրթական ծրագրեր Երևանում եւ մարզերում եւ նաեւ մեծ միջոցառումներ են կազմակերպում, ինչպիսին օրինակ ցանկաբաշխություններ, որի մասին հետո Հրաշալի, իրականում դուք ասացիք մի շատ կարևոր բանի մասին, այո, շատ մասնագիտություններ կան, որ դրանք եղել են, ուղղակի որպես ձևակերպում կամ մենք չենք իմացել, կամ շատ դանդաղ են զարգացել, բայց կարևորը որ հենց այս ոլորտը զարգացնող, կառավարող շատ կարևոր կառույց կա։ Մենք խոսեցինք PMI Armenia chapter-ի կրթական ծրագրերի մասին, բայց խնդրում եմ ասեք, որքանով է նպաստում ոլորտի մասնագետների աճին, որովհետև կարևոր է որ մարդիկ ովքեր որ կան, նաև գրանցեն մասնագիտական աճ։ Ինչքանով է օգնում PMI-ը։ Ես կարծում եմ, որ PMI Հայաստանը կարելի է ասել, որ մշակույթ է ձևավորում։ Այսինքն PMI Armenia-ի առաջնային նպատակը այն չէ, որ մենք իրականացնենք տրեյնինգներ, մենք կապող օղակնենք գլոբալ PMI-ի եւ հայաստանյան համայնքի հետ, մենք ունենք համայնք project manager-ների, որոնք կարելի ասել մեր դեսպաններն են նաև հանդիսանում, յուրաքանչյուրն իր ոլորտում խոսելով project management-ի մասին, զարգացնելով, կիսելով իրենց գիտելիքը, խոսելով PMI-ի հավաստագրերի մասին, ստանդարտի մասին եւ ընդհանուր առմամբ մշակույթ է ձևավորում։ Հիմա ինձ թվում է հոսավեն պահը, որ մենք պետք է խոսենք Project Management Awards մրցանակաբաշխության մասին, ուզում եմ մի փոքր ավելի մանրամասնեք, թե ինչ նպատակով այն կազմակերպվեց եւ ինչ տեղի ունեցավ։ Ուրեմն գաղափարն առաջացավ անցած տարի, երբ մենք նաև իմացանք, որ մեր հրավերը ընդունել է Project Management Ինստիտուտի խորհրդի նախագահը, ով ի դեպ էլի տարածաշրջանում չէր եղել երբևիցե, եւ որոշեցինք, որ պիտի ինչ-որ հատուկ միջոցառում կազմակերպենք եւ առաջացավ մրցանակաբաշխության գաղափարը, որը թեև նախկինում եւս ունեցել էինք։ Մեր հասարակությունը շատ հաճախ հակված է բացասական երևույթները քննարկելու, չէ, եւ անդադ բացասականը բարձրաձայնելու վրա, եւ մենք մտածինք, որ մենք պիտի մեր ոլորտում փորձենք հնարավորինս բարձրաձայնել լավ պրոյեկտների մասին, խոսել են մարդկանց մասին, ովքեր որ արժեք են ստեղծում եւ գնահատանքի արժանացնենք, այո, որովհետեւ այդ նախագծերի միջոցով է, որ զարգանում է մեր տնտեսությունը։ Այդ նախագծերը շատ տարբեր են, սկսած մշակութայինից, շինարարական ոլորտ, IT ոլորտ, բանկային ոլորտ, այսինքն յուրաքանչյուր ոլորտում իրականացնում են նախագծեր եւ որոշեցինք այդ մարդկանց գնահատանքի արժանացնել։
Հրաշալի, երբ է լինելու մրցանակաբաշխությունը եւ որտեղ։ Ուրեմն այս տարի, անցած տարի Մատենադարանում էր, այս տարի շատ դժվար էր ընտրել այնպիսի լոկացիա Մատենադարանից հետո, որը կրկին անգամ այդպիսի մշակութային արժեք նաև կներկայացնի եւ Առնո Բաբաջանյանի համերգասրահում ենք այս տարի։ Ահա։ Այո, անելու դեկտեմբերի 17-ին, մի քանի օր է մնացել։ Տեղը փաստորեն անցած տարի Մատենադարան, այս տարի համերգասրահը ինչ նորարարություն ունի, ինչ նորություն ունի այս տեղը ձևաչափի առումով։ Ինչու ընտրվեց հենց այս վայրը։ Իրականում քանի որ անցած տարի մենք ունեինք շատ հատուկ հյուր, իսկ այս տարի էլ ավելի հատուկ հյուր ունենք, որովհետև Մյուս տարի օպերան է լինելու։ Հա, ես ճիշտ ասած այս տարի էլ է մտածում պլանավորում, բայց երևի օպերան արդեն կթողնենք հաջորդ անգամվա համար։ Պիեր Լմանը, Նախագծերի կառավարման ինստիտուտի նախագահը, կարելի ասել ամբողջ աշխարհում project management-ի թիվ 1 մարտն է այսօրվա դրությամբ եւ մեծ պատիվ է, որ ինքը լինելու է Հայաստանում եւ սա ինչով է մեզ օգնում, որ մենք Հայաստանը եւ Հայաստանի անունը հնչեցնում ենք միջազգային հարթակներում։ Ամենակարևոր քայլերից մեկն է։ Այո, երբ որ մի քանի տարի առաջ ես մասնակցում էի տարբեր միջազգային կոնֆերանսների եւ այլն, այդ ոլորտում մարդիկ Հայաստան սենց շատ հեռակա էին լսել, հիմա ես հավաստիացնում եմ, որ Project Management ինստիտուտի բոլոր երկրները հստակ գիտեն Հայաստանը, որտեղ է գտնվում, ինչով է զբաղվում մեր համայնքը եւ կարծում եմ, որ սա հիանալի է։ Իրականում շատ կարևոր նախաձեռնություն է հրավիրել մարդու միջոցով Հայաստանի տեղը գոնե շատ որոշ երկրներում գոնե տենց տեղի կիմանան որտեղ եւ արժեքը ինչու ոչ։ Ես ուզում եմ հասկանալ դուք ինչ սկզբունքներով եք ընտրել անվանակարգերը, որոնք կլինեն եւ իրենք ինչ կարևորություն ունեն ոլորտում։ Անվանակարգերը ընտրել ենք նաև հիմնվելով Project Management ինստիտուտի հիմնական ուղղությունների վրա։ Project Management ինստիտուտը երկու կարևոր ուղղություն ունի, դա նորարարությունն է եւ կայունությունը, sustainability, այսինքն այդ երկու անվանակարգը միանշանակ ներառել ենք։ Նաև շատ ակտիվ է սոցիալական ազդեցություն ուղղությունը PMI-ում եւ PMI-ը շատ է կարևորում այն պրոյեկտների որակյալ իրականացումը, որոնք ենթադրում են սոցիալական ազդեցություն եւ հանրային ազդեցություն։ Եվ այդ լոգիկայով, այդ տրամաբանությամբ մենք ունեցանք Project Manager for Social Impact, Sustainability, Innovation անվանակարգերը եւ իհարկե տարվա նախագծի ղեկավար Project Manager of the Year, կարելի ասել գլխավոր անվանակարգը, որը որ չենք կապել կոնկրետ ուղղության հետ։ Ես վստահ եմ Աստղիկ, որ նման մրցանակներ, նման մրցանակաբաշխություններ ստեղծելով դուք ոլորտի մասնագետներին էլ ավելի կողքեվորեք, բայց ուզում եմ կրկին վերադառնանք պարոն Պիեր Լմանին, տեսեք, ասացիք, դուք արդեն իսկ ձեր խոսքում նկարագրեցիք, թե ինչ կարևոր անձնավորությունն է նա ոլորտում եւ իհարկե նրա դերը։ Ինչպես ընդունեց առաջարկը Հայաստան գալու եւ մասնակցելու այս մրցանակաբաշխությանը։ Ճիշտ ասած, ես մոտ 3 տարի աշխատել եմ այդ ուղղությամբ եւ մշտապես երբ որ առիթ եմ ունեցել իր հետ շփվելու, միշտ ասել եմ, որ մենք սպասում ենք ձեզ Հայաստանում եւ արդեն գարնանը, երբ որ Բարսելոնայում հերթական հավաքույթներ մեր համայնքի, ես մոտեցա եւ ասացի Պիեր, մենք արդեն պնդում ենք, որ դու գաս Հայաստան եւ մոտավորապես այդպես եւ ինքը այդ պահին հենց իր աշխատակազմի ղեկավարին հենց այդ պահին կանչեց, ասաց I'm going to Armenia։ Եվ այդ օրվանից մենք ֆիքսել ենք իր այցը եւ ինքն էլ հիմա շատ ողջավորված է ու մենք մեծ ողջորությամբ սպասում ենք իրեն։ Մեր ողջավորությունը կարճատև մենք էլ ենք ողջավորված իրականում, բայց մեր ողջավորությունը կարճատև դաթարով պիտի ընդմիջենք, սիրելի հեռուստադիտողներ։ Մենք կվերադառնանք մեր զրույցին, կշարունակենք զրուցել PMI-ի գործունեության մասին, բայց այս պահին կարճատև գովազդային դաթարներ։ Բարի լույս։ Այո, ես ուզում եմ շարունակել մեր զրույցը։ Մենք զրուցում ենք Նախագծերի կառավարման ինստիտուտի հայաստանյան ներկայացուցչության նախագահ Աստղիկ Սահակյանի հետ։ Աստղիկ, վերադառնանք ու շարունակենք մեր զրույցը։ Մենք խոսում էինք PMI Armenia chapter-ի մասին։ Հիմա կխնդրեմ, քանի որ զրույցի ընթացքում ասացիք, որ այստեղ կամավորական հիմունքներ կան, կխնդրեմ մանրամասնեք այս մասին։
Սիրով, սա շատ կարևոր նյուանս է, որ միշտ ուզում եմ, որպեսզի հանրությունը այդ մասին իմանա, շատ տարօրինակ է մարդկանց համար, բայց PMI Armenian գործում է բացառապես կամավորության սկզբունքով։ Եվ ես ինքս լինելով այդ կառույցի նախագահ, այս ամբողջ գործունեությունը ծավալում եմ իմ հիմնական աշխատանքից զատ, բացառապես կամավորության սկզբունքով։ Եվ սա նաև մեր առաքելությունն է, որպեսզի մենք Հայաստանում նաև այս մշակույթը զարգացնենք, որ դու կարող ես կամավորության սկզբունքով քո աշխատանքից զատ անել ինչ-որ կարևոր գործ, որը կնպաստի երկրի զարգացմանը, կնպաստի մասնագիտությանը, եւ վերջ-ի-վերջո դա այսպես թե այնպես նպաստելու է հենց ինքդ քեզ, որովհետեւ աճելու է։ Այո, աճ կապեր եւ այլն եւ այլն։ Այստեղ շատ հետաքրքիր է, ուզում եմ մրցանակաբաշխությունից մի փոքր խոսել, անվանակարգերից նաեւ Հայաստանին ինչ է տալու։ Հայկական ոլորտին ինչ ազդեցություն է թողելու մեր մշակութային եւ տեխնիկական ոլորտի վրա։ Նախ սա կարծում եմ, որ քաջալերելու է հավելյալ այն մարդկանց, ովքեր որ կազմակերպության տարբեր շերտերում պրոյեկտներ են իրականացնում, որովհետև միշտ չի, չէ, որ project manager-ը ինքը ամենավերևի շերտում է կազմակերպության կառուցվածքի, եւ սա հնարավորություն է այն մարդկանց, ովքեր որ ավելի միջին օղակներում են, բայց կարևոր աշխատանք են կատարում, իրենց գործը հանրայնացնել, լուսաբանել, գնահատանքի արժանացնել։ Բացի դրանից մենք ունենք հիանալի համագործակցություններ, որոնց շնորհիվ նաև այդ մարդիկ բացի, այսպես ասած, արձանիկից ստանալու են բազմաթիվ մրցանակներ։ Օրինակ մենք Մատենա դպրոցի հետ ենք համագործակցում, արդեն երկրորդ տարին է Մատենան մեր հաղթողներին նվիրում է կրթական ծրագիր։ Այս մոտ ամեն ինչը կապված է կրթության հետ, այսինքն մրցանակները եւս կրթական են։ Հայաստանում կրթական ծրագիր, տարբեր, թե Հայաստանում եւ թե Հայաստանից դուրս։ Եվ այստեղ նաև ուզում եմ անպայման նշել, ես խոսեցի կամավորության մասին, բայց դրա նաև հակառակ կողմը կա, մենք շատ ենք կարևորում մեր համագործակցությունները, որովհետև քանի որ մենք կամավորական սկզբունքով ենք աշխատում, մենք այս ամենը կարող ենք իրականացնել միմիայն, եթե ունենք համագործակցություններ։ Եվ պետք է անպայման շնորհակալությունս հայտնեմ ձեր թույլտվությամբ մեր գործընկերներին, որոնք որ եւս մեզ հետ միասին կարևորում են project management-ի զարգացումը Հայաստանում, քանի որ միայն լավ պրոյեկտների միջոցով մենք կարող ենք մեր երկիրը զարգացնել։ Մասնավորապես Evoca բանկը, որը մշտապես մեր բոլոր նախաձեռնությունների կողքին է, Newmeg-ը, Կոնսելը եւ բազմաթիվ այլ կազմակերպություններ, ուզում եմ անպայման շնորհակալ լինել նրանց։ Այո, ես վստահ եմ, որ այն աջակցությունը, որոնք նրանք տրամադրել են ձեզ, դուք արդարացնում եք եւ այո, հենց այս միջոցով էլ կարողանում եք զարգացնել։ Ես այսպիսի մի հարց ունեմ, դուք այս տարի նոյեմբերին արժանացաք PMI Chapter Leadership Impact Award-ի մրցանակին, որը շատ կարևոր ձեռքբերում է։ Ինչպիսի երկարաժամկետ ազդեցություն այն կարող է թողնել ու իհարկե երկրի հեղինակության ու այս կառավարման համաշխարհային համայնքում ինչ կարևոր ազդեցություն կարող է այն թողնել։ Նախ պետք է ասեմ, որ դա չափազանց հուզիչ պահ էր, թե ինձ համար, թե մեր չապտերի եւ մեր համայնքի համար, կարծում եմ, որովհետեւ շատ մեծ բեմից կրկին անգամ հնչեց Հայաստանի անունը, 5000 մասնակից, 5000 ուրեմն մասնակ հանդիսատես կար, այո, այդ մրցանակաբաշխությանը եւ Եվրոպայի ամբողջ տարածաշրջանից ընտրվեց հենց Հայաստանը եւ Հայաստանի անունը հնչեցվեց եւ նույնիսկ միջոցառումից հետո ինձ մոտենում էին տարբեր ազգությամբ հայ մարդիկ, ովքեր որ բնակվում են տարբեր երկրներում, ծնվել մեծացել են Միացյալ Նահանգներում կամ Կանադայում եւ նրանք լրիվ sense հուզված մոտեցել էին ինձ եւ ասում էին չենք սպասում, որ մի օր այս մեծ բեմից մենք Հայաստանի անունը կլսենք եւ դա մեծ պատիվ էր, իհարկե սա հեղինակության առումով շատ կարևոր է եւ նաեւ բացում են նոր հնարավորություններ։ Ինչ համագործակցություններ, ինչ նոր ճանապարհներ բացեց այն ձեզ համար։ Բազմաթիվ համագործակցություններ, մենք արդեն ունենք պայմանավորվածություններ բազմաթիվ սպիկերների, խոսնակների, տրեյներների հետ, ովքեր որ տարբեր երկրներից արդեն իմանալով Հայաստանի մասին, պատրաստ են գալ եւ տարբեր սեմինարներ եւ մայստեր-կլասեր իրականացնել։ Այս իրականում շատ հետաքրքիր է, բայց որպես ամփոփ խոսք ես նաեւ մասնակիցների մասին կուզեմ խոսել։ Մասնակիցները, ովքեր ավելի սերտ կապեր կունենան PMI-ի հետ, իրենց համար ինչպիսի հնարավորություններ ու տեսլական է բացված։ Իրականում այս ամբողջը, որ մենք անում ենք, դա արվում է հենց մասնագետների համար, այսինքն առաջնային մեր աուդիտորիան այն մարդիկ են, ովքեր որ կամ զբաղվում են այսօր project management-ով, կամ պլանավորում են։ Մենք նաև սկսում ենք նոր նախաձեռնություն, ուսանողական ակումբ ենք ստեղծում, PMI Armenia-ի ներքո գործելու է առանձին ուսանողական ակումբ,
եւ այժմ արդեն սկսել են գործունեությունը ճարտարապետական համալսարանի հետ եւ հետագայում այլ համալսարաններ կմիանան մեզ եւ այսինքն մենք փորձելու ենք ուսանողական տարիքից սկսած այն մարդկանց, ովքեր որ այս կամ այն կերպ զբաղվելու են project management-ով, իսկ իրականում այսօր այնպես է ձևավորված ցանկացած կազմակերպություն, որ գրեթե յուրաքանչյուրը առնչվում է, եթե նույնիսկ պրոյեկտ չի ղեկավարում, առնչվում է կազմակերպությունում իրականացվող պրոյեկտների հետ, եւ մենք մարդկանց ուզում ենք պատրաստել, կրթել, ծանոթացնել մասնագիտության հետ, ցույց տալ ինչպիսի ռեսուրսներ ունի PMI-ը, դե PMI ունի բազմաթիվ անվճար ռեսուրսներ, մարդկանց տրամադրել, բացել, կարելի ասել այդ դռները գիտելիքի, այսօր կարծում եմ անթույլատրելի է դրանից չօգտվել։ Սովորել, զարգանալ, ունենալ սերտիֆիկացիաներ։ Ես միշտ ասում եմ, որ սերտիֆիկատ ունենալը չի նշանակում լինել լավ մասնագետ, բայց լավ մասնագետը նաև պիտի ունենի միջազգային հավաստագիր, տիրապետի միջազգային ստանդարտներին, որպեսզի ել ավելի մրցակցային լինի գլոբալ շուկայում եւ իր կազմակերպությունում կարողանա ել ավելի ստրուկտուրավորված կերպով իրականացնել իր աշխատանքը։ Շատ կարևոր մեզ մնում է այո, ինչպես դիտացած, հաջողություն մաղթել ու շնորհակալություն հայտնել։ Ես ամբողջ զրույցի ընթացքում մտածում եմ հենց այս նախադասության մասին, որ դուք ի վերջո մրցանակաբաշխության ընթացքում հաղթանակի եւ մրցանակի եք արժանացնում այն մարդկանց, ովքեր որ տարիների ընթացքում մրցանակաբաշխություններ են կազմակերպում եւ այլ օղակների համար մրցանակաբաշխություններ են։ Շատ ճիշտ եք, այո։ Մենք ձեզ հաջողություն ենք մաղթում դեկտեմբերի 17-ին, թող որ օրը լինի անմոռանալի բոլորի համար ու շատ յուրահատուկ լինի ու կրկնվի, իսկ մյուս տարի արդեն ավելի մեծ համերգասրահներում անգամ համալիրը քիչ լինի, որպեսզի տեղավորվեն ձեր հյուրերը։ Անչափ շնորհակալ եմ, ձեզ եւս կհրավիրեմ։ Շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պահին շարունակում ենք մեր եթերը եւ ինչպես կարեւոր են հաղթանակները տարբեր ոլորտներում, այնպես էլ կարեւոր են հաղթանակները Սաթիկի համար եւ մեր համար խոհանոցում։ Եվ իհարկե կարեւոր է հաղթանակել նաեւ հենց համեմունքների միջոցով Լիլիթ ու մեր Սաթանիկի առաջարկած յուրաքանչյուր բաղադրատոմսը էլ ավելի համեղ են դարձնում անփոխարինելի Մարանիկի համեմունքները։ Հավատարիմ մնալով մարդու կյանքը վարձկացողություններով համալրելու առաքելությանը սպառողին ենք ներկայացնում համի իսկական հրավառություն, Մարանիկ ապրանքանիշը։ Կատարելության ճանապարհին կարևորվում է ամեն մանրուք բաղադրիչների ընտրությունից մինչև արտադրական գործընթացը եւ որակի խիստ վերահսկումը։ Արդյունքում ստեղծվում է արտադրանք, որը լի է անկրկնելի եւ քիմքին հաճելի յուրահատուկ համերով։ Ոչ միայն արտադրանք, այլ պատմություն։ Ոչ միայն համ, այլ մշակույթ, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ, սիրելի հեռուստադիտողներ։ Իսկ այս պահին մենք Լիլիթ պետք է շարունակենք մեր եթերը եւ պահն է եկել, որպեսզի տեղափոխվենք խոհանոց եւ իհարկե հասկանանք, թե այնտեղ այս ամբողջ, գիտեք, ինչն է կարեւոր։ Սա միաժամանակյա գործողություն է։ Մենք այստեղ զրուցում ենք հյուրի հետ, իսկ այնտեղ Սաթիկը զրուցում է բաղադրիչների հետ եւ նրանց համոզում, որպեսզի եւ ֆեն եւ իհարկե պատրաստեն համեղ ուտեստ։ Սաթիկ, դե ասա, ինչպես ընթացան քո քայլերը այս մի քանի րոպեների ընթացքում։ Բարի լույս։ Բարի լույս, ես խոհանոցում եմ, այլտեղ չեմ գնացել, համեղ այս պահին նագետներ էի պատրաստում։ Գուցե եթե տրշտժոց կար, դա նշանակում է 4-ից 6 րոպեների ընթացքում նագետները տարատեսակ պատրաստել եմ։ Այսքան եղել է, ես հիմա շրջեմ եւ շարունակեմ պատրաստման ընթացքը, որը ես եմ առաջարկել։ Նախ սիրով, ժպիտով ասեմ բարի լույս այն հեռուստադիտողներին, ովքեր հենց նոր միացան։ Ինչպես միշտ ամեն օր առաջարկում եմ հնարավորության տարբերակով առողջ սնունդ, բալանսավորված սնունդ, ինչու եմ ասում բալանսավորված, որովհետև գլխավոր բաղադրիչը այսօրվա մեր բաղադրատոմսի դա ավանդական լավաշն է, որը հարուստ է ածխաջրերով, իսկ մենք ավելացնելու ենք սպիտակուցների մեծ աղբյուր, որը կալցիումն է ապահովելու, որը մեր տրամադրությունն է ապահովելու, ատամները, մազերը անհրաժեշտ է ցանկացած մարդու սպիտակուցների քանակ օրվա ռացիոնում։ Առաջինը՝ ձուն էլ է մեծ աղբյուր սպիտակուցների։ 1, 2, կարծում եմ այսքան լավաշին հարկավոր է 2 ձուն։ Այնուհետև կավելացնենք լավ կհարեմ, ունենք կաթ կամ կեֆիր, որը նախընտրում եք։ Ցանկալի է իհարկե բարձր յուղայնությամբ։ Եկեք համեմենք սև պղպեղ, մի փոքր աղ, ինչպես նշեցի, շատ հարմար տարբերակ է, կարող եք օգտագործել Մարանիկի։ Այսքանը բավարար է։ Զիպ փականով առաջարկված այս տուփերը փակում եք, դնում եք մի կողմ։
Այնուհետև ինձ հարկավոր է կաթը կավելացնենք եւ կատնաշոռը։ Չափին եմ նայում, հասկանամ որքան է անհրաժեշտ բավական է։ Այսքանը ավելացնենք կատնաշոռը եւ քերիչով կանցկացնեմ պանիրը։ Ես հասկանամ քերիչը որտեղ եմ դրել։ Հա, այստեղից կվերցնեմ։ Ահա։ Խոհանոցում միշտ թողուբոհ է։ Մանրով չեմ քերի, խոշոր տարբերակը կվերցնեմ, անմիջապես վրան կքերեմ։ Շատ արագ պատրաստվող են։ Հագեցվածությունը վստահեցնում եմ, ապահովելու է, որովհետև այստեղ ածխաջրերով հարուստ ավանդական լավաշն է, սպիտակուց, կատնաշոռ, ձու եւ կաթ կամ կեֆիր, որը ինչպես նշեցի, դուք նախընտրում եք։ Մի փոքր ձիթայուղ կարող ենք ավելացնել, լավ խառնենք եւ արդեն ամբողջությամբ լցնելու ենք հավասարաչափ վրան։ Ինչ եմ արել։ Այն հեռուստադիտողները, ովքեր չեն տեսել, ինչպես եմ առաջարկում, ինչպես եմ պատրաստում ջեռոցի համար նախատեսված ափսեի մեջ, լավ ճմրթել եմ յուղաթուղթը, այնուհետև դասավորել եմ եւ այսպես զիգզակաձև կարող եմ սենց ցույց տալ, ավելի երևի մոտիկից, հա, կխնդրեմ։ Այսպես տեղավորել եմ մեջը։ Այս ամենը համադրում ենք, ստանում ենք նախաճաշ, որը ոչ միայն համեղ է, այլ հարմար է երեխաների, ուսանողների, աշխատող մարդկանց համար, ովքեր հագեցնող, բայց թեթև կերակուր են ուզում։ Ձուն, ինչպես նշեցի, բարձրակարգ սպիտակուցի աղբյուր է, հարուստ D վիտամինով, որը հատկապես կարևոր է ձմռանը, մեր տրամադրությունը բարձրացնելու, ապահովելու համար կատնաշոռը պարունակում է կալցիում, ֆոսֆոր, որոնք ամրացնում են ոսկորները, մկանները, այն հիանալի մարզողական համակարգի համար շատ լավ է։ Այսպես տափակացրեցի, մեկ անգամ եւս միասեռ զանգված կդարձնենք, վրան լցնելու ենք եւ իհարկե ջեռոցում թողնելու եմ մոտավոր 30 րոպե, ամենաշատը։ Փորձեմ հավասարաչափ լցնել։ Եթե ստացվեց, քանի որ ձու կա մեջը, ձուն միացնելու է լավաշը, կարող եմ առանց յուղաթղթի արդեն մատուցման ափսեի մեջ տեղափոխել։ Դա նշանակում է մենք վերջում կտեսնենք, թե ինչպես Սաթենիկը մատուցեց այսօրվա համեղ բալանսավորված նախաճաշը։ Եկեք մի հատ էլ տափակացնեմ եւ տեղափոխեմ արդեն ջեռոց։ Իհարկե հիշում եք, որ ես այստեղ նագեցներն եմ տժտժացնում, բայց կրակը անջատել եմ, որպեսզի չվառվի։ Գնացինք տեղափոխեմ եւ որքան էլ մենք քաղցած ենք լինում, քաղցը հագեցնում ենք, բայց միևնույն է, ամեն անգամ նշում եմ, որ օրվա ընթացքում մեզ անհրաժեշտ է այո շոկոլադ, այո քաղցրություն, որը մեր տրամադրությունն է բարձրացնում, անմիջապես էներգիա է տալիս, եթե օրինակ պետք է բարձրանաք բեմ, տրամադրություն չունեք, մի փոքր 1, 2, 3 ժակոյի կողմից առաջարկված ցանկացած կոնֆետ բարձրացնում է ձեր տրամադրությունը, ապահովում քաղցրության այն էֆեկտը, որ ձեր օրգանիզմին անհրաժեշտ է։ Սիրով ներկայացնեմ մեր գործընկերոջը, Հրուշագեղենի գործարանը, ներկայացնում է քաղցրավենիքի, նրբահամ կոնֆետների, լայն տեսականի, խրթխրթան թխվածքաբլիթներից մինչև հատնտիր շոկոլադների բազմազան տեսականի, բացառապես անարատ հումք, թարմ բաղադրիչներ, ժամանակակից տեխնոլոգիաներ, ամեն կոնֆետ հիշեցնում է փոքրիկ պատմություն, ցանկանում ենք առանձնացնել արևադարձային աշխարհը հիշեցնող կոկոսի նուրբ համով շոկոլադապատ կոկո ջամբոն, իրական էներգիայի աղբյուր Dry Fcuson, գետնանուշի փափուկ, կարամելի եւ շոկոլադի իդեալական համադրությամբ, բոլորի սիրելի կվեստը, նուգա կարամել, շոկոլադե գլազուր, քաղցրություն, որը պարգևում է էներգիա, լավ տրամադրություն, ընտրեք ձեր սիրելի պահը, վայելեք ամեն պահը։ Եթե օրինակ սիրելի հեռուստադիտողներ, իմ խորհրդին հետևել եք, գնել եք Զանգեզուրի թռչնաֆաբրիկայի կողմից առաջարկված օրինակ հավի կրծքամիսը կամ ամբողջական հավը, այնպես որ կարող եք ձեր առաջարկած նախաճաշը ինձ գրել, մեզ Բարելիսյան էջին, ես էլ կպատրաստեմ, քանի որ խոսեցի Զանգեզուրի թռչնաֆաբրիկայի կողմից առաջարկված լայն տեսականու մասին, հենց այս պահին ձեր էկրաններին կլինի։ Տեսեք, ինչպես միշտ սիրով ներկայացնում եմ։ Զանգեզուր թռչնաֆաբրիկայի անարատ բարձրորակ մսամթերքը պատրաստված է բնական պայմաններում, սիրով, պատասխանատվությամբ։ Ահա Զանգեզուրի մաքրությունն արդեն Երևանում է։ Անարատ, բարձրորակ թռչնամիս, սիրով պատրաստված Սյունիքի լեռներում, հավ, բդիկ, թևիկ,
քարաջիկ, ցիրտ եւ այլ տեսականի։ Զանգեզուր թռչնաֆաբրիկայի նոր մասնագիտացված խանութում պարույր սևակ 92 կոտորակ 6 հասցեում, այժմ արդեն նոր ռեբրենդավորված փաթեթավորմամբ։ Առաքումն ամբողջ Երևանում անվճար։ Զանգահարեք 041 01 01 42 Զանգեզուր թռչնաֆաբրիկա, մաքրություն, որը դառնում է վստահություն, մաքրություն ասեցի, հիշեցի։ Հիմա ես իմ խոհանոցը կմաքրեմ, կարգի կբերեմ եւ իհարկե վերջում մատուցման ափսեի մեջ կլինի այնինչ այս պահին ջերոցում եմ։ Ավետ, Լիլիթ, խոսքը ձերն է, համեցեք։ Շնորհակալություն Սարդ, այո, դու պատրաստիր խոհանոցում, պատրաստիր, բայց կան մարդիկ, ովքեր որ արդեն պատրաստել են ամեն ինչ եւ արդեն ծրագրված է ու մեզ առաջարկում են անցկացնել հրաշալի երեկո անցկացնելու համար, այլևս պետք չէ շատ մտածել, ամեն օր շոու ծրագիր, կենթանի երկու բար, բարձր տրամադրություն եւ իհարկե շատ համեղ խոհանոց։ Այս ամենը մեկ վայրում, Park Bridge-ում։ Park Bridge-ը ձեր կորպորատիվ եւ տոնական երեկոները կդարձնի իսկապես անմոռանալի։ Նվիրեք ձեր թիմին կամ հյուրերին մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր պահ վերածվում է տոնի։ Տարվա լավագույն առաջարկը հատուկ ձեզ համար Park Bridge-ից։ Ծրագրեք ձեր երեկոն զանգահարելով 094 38 06 06 հեռախոսահամարով։ Այո, իսկ հիմա սիրելի հեռուստադիտողներ գալու ենք այն թեմային, որի մասին մենք այդքան քննարկումներ ենք իրականացնում եւ սոցհարթակներում եւ տներում ամենուր եք, այո, եւ Երևանում օդի աղտոտվածության խնդիրը վերջին շրջանում դարձավ ամենակննարկվող թեմաներից մեկը, մասնագիտական ամենատարբեր հարթակներում, հանրության լայն շերտերում քննարկվում են խնդիրների հնարավոր պատճառները, իրական եւ ոչ իրական վարկածներն ու վտանգավորության աստիճանը։ Այս ամենի մասին մենք հնարավորություն ունենք զրուցելու մեր հյուրի հետ, ով կտա բոլոր հարցերի սպառիչ պատասխանները։ Ես իրավ ներկայացնեմ մեր հյուրին, Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Շատ շնորհակալ ենք հյուրընկալվելու համար, շնորհակալ ենք, որ հնարավորություն ունենք այս հարցերը քննարկելու հենց ձեզ հետ, Տիկին Հայկազյան, եւ կխնդրեմ ասեք, ինչով է պայմանավորված բոլորիս ուզող հարց, ինչով է պայմանավորված վերջին շրջանում Երևանի օդի աղտոտվածության նման ցուցանիշը ու որոնք են իրական պատճառները ու որքանով է այս ամենը կրում սեզոնային բնույթ այս պահին։ Շատ բարի։ Եկեք սկսենք հետևյալից, որ երևույթը բոլորովին նոր չէ։ Այսինքն այն մարդիկ, ովքեր ես տարիքի բերումով ամենայն դեպս իմ գիտակից տարիներին հիշում եմ, որ ձմեռները մենք Երևանում ունենում ենք մի տեսակ մշուշոտ եղանակ։ Ինչու վերջերս սկսեց արծարծվել այդ թեման։ Գիտենք բոլորս, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման եւ ժամանակակից աշխարհի զարգացմանը զուգընթաց նաեւ մեր իրազեկվածությունը բարձրանում է։ Կան նոր տեխնոլոգիաներ, որոնցով մենք կարողանում ենք տարբեր չափումներ իրականացնել եւ այլն։ Հետեւաբար մարդկանց շրջանում առաջացավ հետաքրքրություն, այս թեման արծարծելու, տեղադրվեցին սարքեր եւ այսպես շարունակ։ Հիմա խոսենք սրա մարդածին եւ ուրեմն բնության կողմից մեզ տրված երևույթների մասին։ Երևանը իր ռելիեֆով իր տեղադիրքով գտնվում է գոգավորության մեջ, այո, եթե ավելի պարզ պատկերացնենք, թասի մեջ ենք մենք գտնվում։ Հետևաբար այստեղ քամիների ներթափանցում եւ այլն ունենք ձմեռային ինվերսիա կոչվածը, ինչ է սա նշանակում, որ քամ ու շարժը դադարում է, եղանակը սկսում է ցրտել, այսինքն նվազում է, եւ եթե ֆիզիկա գիտենք, ապա գիտենք, որ սառը օդի մեջ, սառը տարածքում մասնիկները շատ ավելի դանդաղ են տեղաշարժվում։ Հետևաբար փոշու հատիկները, հիմա կանդրադառնանք նաև դրանց, ավելի դանդաղ են տեղաշարժվում։ Գումարած դրան, դրանք իջնում են ավելի ցածրադիր շերտին, այսինքն գետնին մոտ են, հետևաբար ավելի հեշտ է դրանք կարդալը սարքերի միջոցով։ Տեսանելի է։ Տեսանելի։ Հիմա, երբ խոսում ենք փոշու մասին, փոշին տարանջատում ենք, երևի լսած կլինեք, վերջերս շատ քննարկվում է PM2.5, PM10, ինչ է սա։ Սրանք մասնիկներ են, այսինքն դրա ինչքան ավելի փոքր է, այնքան ավելի օրինակ հեշտ է ընկնում մեր օրգանիզմը, ինչքան ավելի մեծ է, այնքան ավելի դժվար։ Եվ վտանգավորության տեսանկյունից մենք ասում ենք, որ PM2.5-ը շատ ավելի վտանգավոր է, քան PM10։ Ինչ ենք արել մենք Երևանի քաղաքապետարանը, ինչ սարքեր է տեղադրել, դրանցից սկսենք։
Ուրեմն 22 թվականից Երևանի քաղաքապետարանի կողմից սկսեցին տեղադրվել, այնուհետև ավելի լայն մասշտաբով տարածվեց շինհրապարակներում, այս պայդրությամբ ունենք մոտ 177 սարքեր, որոնք տեղադրված են հենց շինհրապարակներում։ Ինչն էր սրանց նպատակը, որպեսզի ոչ թե ֆոնային աղտոտվածություն չափեն, այլ քաղաքապետարանի համար լինի լրացուցիչ գործիք, հետևելու, որպեսզի շինարարները բարեխղճորեն իրականացնեն այն բոլոր պահանջները, որոնք մենք դրել ենք շինարարությունների համար։ Իսկ բարեխղճորեն իրականացնում են։ Հիմա Որոշները այո, որոշները ոչ։ Չիրականացման համար պատճառները հետևյալն են, որ օրինակ այն տուգանքները, որոնք օրենքը սահմանում է, շատ ավելի փոքր են, քան ուրեմն պահանջների իրականացնելու ցանկությունը եւ հնարավորությունը։ Հիմա ասեմ ինչ ենք անում մենք։ Ավելի մեծ տուգանքներ վճարում։ Այո, օրենք փոխել եւ տուգանք, օրինակ, նախընտրում են 70,000 դրամով տուգանվել, քան պաշտպանիչ ցանց տեղադրել։ Ինչ ենք արել մենք, քաղաքապետը վերջերս հայտարարեց, որ յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր շինարար կառուցապատող դիմում է քաղաքապետարան որոշակի արտոնություններ ստանալու համար։ Հետևաբար հաջորդ տարվանից սկսած բոլոր այն կառուցապատողները, որոնք անբարեխղճորեն են աշխատել, չեն կատարել Երևանի ավականու կողմից սահմանված սահմանափակումները, չեն կիրառել են նորմերը, որոնք պիտի կիրառեին, այդ արտոնություններից չեն օգտվի։ Իսկ այդ արտոնությունները արդեն բավականին մեծ գումարների մասին, այսինքն ուղղակիորեն ազդելու է եւ հուսով ենք, որ նաեւ կառուցապատողներին բերելու է ավելի կառուցողական դաշտ։ Նաև երկու նոր ավականու որոշման փոփոխություն ենք նախատեսել դեկտեմբեր ամսին, որը վերաբերելու է օրինակ շինհրապարակներում փոշեճնշիչ ջրցանների կիրառմանը եւ որպեսզի կարողանանք դրան հետեւել, նաեւ սահմանել ենք որոշակի խոնավության աստիճան։ Նաեւ սահմանափակելու ենք սորուն նյութերի, այդտեղ ցեմենտը, ավազը, խիճը, դրանց տեղափոխումը բաց թափքերով։ Այսինքն դրանք պետք է լինեն արդեն փակ տառաների մեջ։ Ես իհարկե ներողություն եմ խնդրում ընդհատելու համար, բայց այո, շատ հաճախ մինչև այս պահը բոլոր մեքենաները գնում էին բաց, չկար որևիցե ծածկող հարմարանք, որպեսզի դու քո մեքենայով քշում էիր եւ հասկանում էիր, որ դիմացի ամբողջ փոշին, ցեմենտը եւ ավազը լցվում է քո դեմքին, մեղմ ասած։ Բայց կարծում եք, որ միայն սա է խնդրեմը, տրանսպորտի գերծ անհրաժեշտությունը եւս խնդիր է։ Օրգանիզատորների վաճառելը կներեք, եւս մեկ բան շատ կարեւոր, ինչքանով եք ապահովում հանրային իրազեկումը, որովհետեւ շատ կարեւոր է, որպեսզի հանրությունը իրազեկված լինի, որովհետեւ շատ մարդիկ ուղղակի անտեղյակությունից խոսում են շատ բաներ։ Դրա համար Հիմա նաև նշեմ, որ սա շինարարությանն էր վերաբերվում։ Այդտեղ ունենք նաև, այսինքն գործոններ ունենք, որ ինչն է ազդում օդոաղտոտվածության վրա։ Ունենք հանքերի շահագործումը։ Հանքերի շահագործման նկատմամբ նույնպես վերահսկողությունը ավելի խստանալու է։ Ուրախությամբ պիտի նշեմ, որ դրանց թիվը նախորդ տարվա համեմատ սկսել է նվազել Երևան քաղաքում եւ նոր ավականու որոշմամբ նույնպես որոշակի սահմանափակումներ եւ վերահսկողության մեխանիզմներ են նախատեսված հանքերի առումով։ Ինչ վերաբերում է մեքենաներին, Երևան քաղաքը սահմանել է արտոնություններ, օրինակ էլեկտրական շարժիչով մեքենաների համար կայանման վճարի ուրեմն արտոնություն է սահմանված։ Նախկինում քաղաքում շատ տարածում ունեցող գազելները հիմա այլևս վերացած են եւ լրացված ավտոպարկը եւ ակնկալվող ավտոպարկը պիտի լինի կանաչ տրանսպորտ ներկայացնի, դա կլինեն տրոլեյբուսները, դա կլինեն ավտոբուսները եւ այսպես շարունակ։ Այսինքն, երբ խոսում ենք օդի աղտոտվածությունից, պիտի հաշվի առնենք բոլոր այն գործոնները, որոնք ազդում են։ Դրանք կլինեն օրինակ վառարանների օգտագործումը եւ ձմռան ամիսներին մեր սովորական աղտոտիչներին գումարվում են այրումները։ Դա կլինի չթույլատրվող տերևների, խոզանների այրումը, աղբի այրումը։ Հարաբերություն ունի հանքերի շահագործման։ Ես այդպես չեմ կարծում եւ տեսեք շինարարությունից դուրս եկող փոշին առհասարակ դա PM10 է ամբողջ աշխարհում այդպես է ընդունված։ Դուք արդեն բացատրեցիք, որ դա ավելի քիչ վտանգավոր է, քան PM2.5-ը։ Մենք այդքան հասկացանք, ներողություն, որ ընդհատում եմ։ Ես ուզում եմ հասկանալու, օքեյ, շինարարությունները կրճատվեցին, մարդիկ սկսեցին իրենց ավելի բարեխիղճ ծառայությունները մատուցել, հանքերի վրա ուրիշ այլ նալոգներ կոպիտ ասած դրեցիք, որոնք պահպանվեցին, հասարակ մարդը ինչ անի։ Ով չունի հնարավորություն առնելու օդ մաքրող սարք, ով չունի հնարավորություն օգտվելու
օգնելու, չգիտեմ, օրինակ, այլ համակարգերից, որոնք իր տանոթը կմաքրի։ Ինչ անի Նախ պիտի հասկանալ, արդյոք օդը այն աստիճանի աղտոտված է, ոնց որ այսօր մեր լայնածավալ մեդիան տարածում է։ Դե իհարկե ոչ, որովհետև տեսեք, կա պաշտոնական տեղեկատվություն։ Բայց մեր տանը տեղադրված է սարք, որը ընդամենը 1 ամիս առաջ ենք գնել ու իրա վրա սարսափելի փոշի է անկեղծ ֆիլտրը մաքրելուց, իրա վրա դա ցուցանիշ է, Դավթաշենում բնակվողները, որ օդը աղտոտված է սարսափելի։ Ինձ թվում է փոշու մեջ են ապրում։ Տեսեք, մենք ապրում ենք մայրաքաղաքում։ Մայրաքաղաքը զարգանում է։ Սա չենք կարող մերժել, բնականա, որ չենք ակնկալում, որ մենք ալպիական մթնոլորտ պիտի ունենային։ Քաղաքը աճող քաղաքը, զարգացող քաղաքը, այդտեղ կա եւ տրանսպորտ, եւ կա շինարարություն, եւ կա տարբեր տեսակի գործունեության տեսակներ, որը նորմալ է։ Սահմանափակումները միտված են, որպեսզի ազդեցությունները նվազեն եւ դրանք պարտադիր են, դրանք փուլային պիտի իրականացվեն։ Ինչ վերաբերում է օդի աղտոտված, չաղտոտված լինելու դրա սարսափելիության մակարդակին, հա։ Ուրեմն կա հիդրոօթերոթաբանության եւ մոնիտորինգի կենտրոն, որը պատասխանատու է, այդ այն պատասխանատու գերատեսչությունն է, որը իրականացում է չափումներ եւ պաշտոնական աղբյուրն է եւ զեկուցում է դրանց տվյալների մասին։ Եվ իր զեկույցների համաձայն օդի աղտոտվածությունը այսօր գերազանցում է 1-ից մինչև 4 անգամ։ Օրենսդրության համաձայն այն սարսափելի շեմը, որի մասին մենք խոսում ենք, որ պետք է սահմանափակումներ իրականացվեն եւ այլն, դա 19 անգամ գերազանցումն է հստակ ժամանակահատվածում։ Եվ այս մոնիտորինգի կենտրոնի կողմից տված տվյալների հիման վրա հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ուրեմն ազգային կենտրոնը պիտի արդեն իրազեկի հանրությանը։ Եթե այդ երկու մարմինները չեն ասում, որ կա սարսափելի վիճակ եւ պետքա դիմակ կրել, պատուհան փակել, դպրոց կասեցնել եւ այլն, պանիկա եւ խուճապ եւ ինչ որ ոչ վստահելի աղբյուրից տրամադրվող տեղեկատվություն տարածելը այնքան լավ չի ազդում մարդկանց հոգեբանության վրա առհասարակ։ Տիկին Հայկազյան, ես վստահ եմ, որ մոտ ապագայում մենք կունենանք այս բոլոր այն բարեխիղճ կառուցապատողներին, մեքենա վարողներին եւ առհասարակ բոլոր այն մարդկանց, ովքեր որ հանրային շահագործում իրականացնող մարդկանց, որ ժամանակին կկարողանան կանխարգելել եւ իհարկե մեր զավակները դրսում մանչեն գա դիմակներով, ինչպես շատ երկրներում, հուսամ կրկին այդ պանիկան կվերացվի, այո, ճիշտ եք ասում, կա այդ պանիկայի շերտը, ինչ որ ձևով տարածելով տարբեր շերտերի կողմից, հուսամ այդ ամենը կկարգավորվի շատ շուտ։ Ձեզ էլ շնորհակալ ենք, որ որոշ կերպով մեզ տեղեկացրիք եւ իհարկե իրազեկեցիք այս մասին։ Շնորհակալ ենք ու շնորհակալություն, բարի առավոտ ձեզ։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք եւ կարևոր է մաքուր օդը եւ իհարկե կարևոր է մաքուր սնունդը։ Զանգեզուր թռչնաֆաբրիկայի անարատ եւ բարձրորակ լուսամթերքը պատրաստված է բնական պայմաններում սիրով եւ պատասխանատվությամբ եւ ահա Զանգեզուրի մաքրությունն արդեն Երևանում է անարատ եւ բարձրորակ թռչնամիս սիրով պատրաստված Սյունիքի լեռներում։ Հավ, բդիկ, թևիկ, քարաչիկ, սիրտ եւ այլ տեսականի Զանգեզուր թռչնաֆաբրիկայի նոր մասնագիտացված խանութ սրահում Պարյուսևակ 92 կոտորակ 6 հասցեում այժմ արդեն նոր ռեբրենդավորված փաթեթավորման պառակում ամբողջ Երևանում անվճար զանգահարեք 041 01 01 42 հեռախոսահամարով Զանգեզուր թռչնաֆաբրիկա մաքրություն, որը դառնում է վստահություն։ Սիրելի հեռուստադիտող։ Հեռուստադիտողներ, այո, մենք վերադարձանք եւ վերադարձանք շատ կարեւոր մի թեմայի մասին խոսելու, որովհետեւ Թումոյի ստեղծած հայկական մշակութային ժառանգության ինստիտուտը պաշտոնապես մեկնարկել է միավորելով ժամանակակից տեխնոլոգիան ու հայկական ինքնության հազարամյա պատմությունը։ Ինստիտուտի առաջին մեծ քայլը բաց մուտքով հարթակի ստեղծումն է, որն արդեն հասանելի է հանրությանը, տրամադրելով Հայաստանի եւ Արցախի հուշարձանների ազատ օգտագործման բարձրորակ 3D մոդելները։ Ինստիտուտը նպատակ ունի պահպանել ոչ միայն նյութական, այլև հոգևոր ժառանգությունը, հավաքագրելով բանավոր պատմություններ, զարգացնելով համայնքների հիշողությունը եւ ձևավորելով նոր սերնդի մասնագետներ, ովքեր կշարունակեն իրականացնել այս ամենը։ Հետաքրքիր նախագծի ու իհարկե այս ամենի մասին կզրուցենք
զրուցենք մեր հրաշալի հյուրի հետ։ Իսկ ես սիրով ներկայացնեմ մեր հյուրին, տաղավարում է Հայկական մշակութային ժառանգության ինստիտուտի գլխավոր տնօրեն Հյուլե Քեշիշյան։ Բարի առավոտ։ Շատ շնորհակալ ենք հյուրին կալվելու համար եւ շատ ուրախ ենք ձեզ այստեղ տեսնել։ Նախ ուզում եմ առաջին հարցը տալ. հիմնական գաղափարը եւ նպատակը որն է Հայկական ինստիտուտի մշակութային ժառանգության։ Ես սկսեմ մեր լայն տեսլականով, առաքելություններով, հետո մի քիչ բացատրեմ, թե ինչպես ենք ուզում դա իրականացնել։ Ուրեմն մեր նպատակը, առաջին նպատակը իհարկե փաստագրել եւ պահպանել հայկական մշակութային ժառանգությունը։ Դրանով ենք սկսել, ծրագիրը սկսվել է Արցախում պատերազմից հետո թվայնացնելով Թումոյի հետ հուշարձաններ եւ դա է մեր ոնց որ առաջնահերթությունը, բայց նաև ուզում ենք զբաղվել թե կրթությամբ եւ թե նաև նորաստեղծ, նորարար մտքի զարգացման հետ։ Սա շատ ոնց որ մեծ գաղափարներ են, ինչպես ենք ուզում դա իրականացնել։ Դե առաջինը, ինչպես ասեցիք, մեր կայքով մենք հիմա հրատարակում ենք ամսի 15-ին բաց հասանելիության կայք, հարթակ, որտեղ ամենս կկարողանանք տեսնել, այցելել, ուսումնասիրել հայկական ժառանգությունը։ Լինի դե հարթակի մասին է խոսքը։ Այո, իրականում միայն 3D-ի մասին չէ, այսինքն ամեն հուշարձան կունենա նաև իր 3D մոդելը, բայց այո, կլինի պատմություն, թե լսելու, թե կարդալու, այլ մեդիաներ եւ այլն։ Մենք դա անում ենք ինչու։ Մեր տեսլականը հետեւյալն է, որ ժառանգությունը պաշտպանելու համար միայն չպետք է արխիվացնել այն։ Այսինքն արխիվացնել ինքը առաջին քայլն է եւ այո, պետք է դրան դարձնել կենթանի աշխուժ ու աշխուժացնելը ինչպես ենք ուզում կատարել։ Ուզում ենք մարդիկ նայելով ներշնչվեն եւ նորը ստեղծեն։ Մենք կարծում ենք, որ այդպես է կարող հայկական ժառանգությունը եւ ընդհանրապես ժառանգությունը մնալ աշխուժ կենաց։ Հյուլե, ինչ սկզբունքներով է իրականացվում Հայաստանի եւ Արցախի հուշարձանների թվային փաստագրումը։ Ինչ տարբերակով։ Այստեղ շատ հատկանշական է Արցախին է, որովհետեւ Հա Դե Արցախինով սկսեմ, բայց իրականում գրեթե նույն ձևով ենք շարունակում Հայաստանում, պարզապես մի քիչ ավելի ժամանակ ունենք, ավելի քիչ հրատապ է, ուրեմն կարող ենք քիչ ավելի խորը գնալ, բայց թվայնացումը անում ենք երկու ձևերով, թե լազերային սկանավորմամբ, թե նաև ֆոտոգրամետրիայով։ Ֆոտոգրամետրիան այն ձևն է, որ հնարավոր է դարձնում մի քանի հատ, ոչ թե հազարավոր լուսանկարներ նկարել մի հուշարձանից, թե դրոնով, թե կամերայով եւ հետո վերաստեղծել իրեն։ Լազերային սկանավորումն էլ մեզ տալիս է հնարավորություն շատ ճշգրիտ տարածքների չափագրումներ կատարել, երկուսը միավորելով ստանում ենք ուղղակի մի միլիմետրից ավելի ճշգրիտ եռաչափ մոդելներ։ Ես իրականում ոչ թե հարցնում եմ տեխնիկապես ինչպես է դա հնարավոր, այլ ֆիզիկապես ինչպես է հնարավոր արցախյան մշակույթին դիպչելը այլևս։ Իրականում ֆիզիկապես այլևս չենք կարող իհարկե նրան դիպչել, բայց մենք շնորհիվ Թումոյին կարողացանք շատ արագ 2020-ին պատասխան գտնել այս հրատապ վիճակին։ Եվ ուրեմն երկու շաբաթվա ընթացքին, որոնք երկու շաբաթներ են, վերջին շաբաթներ են, որ դեռ կարող ենք գնալ մտնել Արցախ, մենք թվայնացրեցինք 40 հուշարձաններ եւ հետո հետագայում 2023-ից հետո էլ կարողացանք 40 հատ հավելյալ հուշարձաններ թվայնացնել։ Մենք հիմա դրանց հիման վրա ենք աշխատում ու Հայաստանում էլ արդեն մեր արխիվը կազմում է 275 հուշարձաններ։ Հյուլե, տվյալ հարթակում հասանելի 3D մոդելները ինչպես կարող են հետագայում օգտագործվել ինչ-որ գիտական կամ, չգիտեմ, կրթական ու ստեղծարար ինչ-որ ոլորտներում, ինչպես է հնարավոր դա օգտագործել։ Օգտագործելը օրինակ գիտական մասով շատ ու շատ գործընկերների ենք հանդիպել, որոնք ասում են, որ բավական լուսանկար չկա, բավական նյութ չկա դասավանդելու համար կամ ուսումնասիրելու համար դետալներ։ Եռաչափ մոդելի վրա մենք կարող ենք ամեն ինչը տեսնել, այսինքն մտնել, վերևից նայել, կտրել եւ նաեւ Հավանաբար սա օրինակ շատ պետք կգա
քանդակագործության կամ գեղանկարչության ինչ-որ ինստիտուտներին, համալսարաններին կամ իհարկե, եւ չափագրել է հնարավոր, որը շատ կարեւոր է հետազոտողների համար։ Նորաստեղծության մասով մի քիչ այլ մոտեցում ունենք, իհարկե ուզում ենք, որ ամենս այցելենք, նայենք, բայց նաեւ երկու մասով ենք նորաստեղծությունը խթանում։ Մի կողմից կազմակերպում ենք աշխատարաններ նորից Թումոյի հետ, որտեղ մենք դասավանդում ենք, թե ինչպես է կատարվում սկանավորումը, իհարկե անում ենք թե հուշարձանների, թե օրինակ անցյալ անգամ արել ենք Քութահյայի հայկական հաղթապակու շուրջ աշխատարան, բայց նաև փորձում ենք ուրիշ ձև, այլ կերպ աշխատարաններ կազմակերպել, որտեղ ուսանողները վերցնում են եռաչափ մոդելները եւ դրանց հիման վրա օրինակ ստեղծում են խաղեր կամ այլ նյութեր եւ դրանով իրանք առնչվում են իրենց ժառանգության հետ ու մենք կարծենք դա առաջին քայլն է իսկապես ներկա պահելու մեր ժառանգությունը։ Իրականում շատ հատկանշական է, քանի որ Արցախի դեպքը ավելի հրատապեր ու դուք երևի թե չեք մտածել, որ նա հնարավոր անել, որը պետք է առաջնային եւ այլն։ Հայաստանում ինձ թվում է այդ դասավորվածությունը ունեք։ Դուք ինչպիսի սկզբունքներով եք հասկանում, որ այս պահին պետք է սա անել, որովհետեւ սա առաջնային է, դրա մասին էլ կպատմեք։ Իրականում նույնիսկ Արցախի ժամանակ մարդիկ շատ էին, որ ուզում էին օգնել։ Այսինքն մենք կարողացանք գիտնականների հետ կազմել ցանկ, որը կազմում էին, ասենք, կարևորագույն հուշարձանները։ Հիմա հետո, դրանից հետո 2020-ից հետո այսպիսի ռազմավարությամբ առաջացանք, որոնք են ամենավտանգվածները։ Եվ այս հարցից ելնելով մենք որոշեցինք առաջինը Սյունիքի հուշարձանները սկանավորել, մենք այս պահին սկանավորել ենք գրեթե ամեն Սյունիքի հուշարձանները։ Հետո սահմանային մասերով շարունակեցինք, մանավանդ Տավուշի սահմանը, նորից Սյունիքինը, եւ այս պահին արդեն ինստիտուտի հետ ստեղծել ենք գիտական խորհուրդ, որտեղ իսկապես պրոֆեսորներ, գիտնականներ մեզ օգնում են եւ մեզ ամեն 6 ամիս բարբերաբար կազմում են ցանկ, որոնք ըստ իրենց ամենակարևոր կամ ամենավտանգված հուշարձաններն են կամ եւ մենք իրենց խորհրդից ինչպես վտանգված ինչ իմաստով իրականում մի քանի հատ վտանգներ կան։ Ես առաջինը իհարկե պատերազմի մասին ասեցի, բայց շատ ուրիշ օրինակ բնական վտանգներ կան։ Կան նման տեղեր, որտեղ որ հենց այդ բնական աղետալի ինչ որ պայմանների Դե իրականում օրինակ կան տեղեր, որտեղ տանիք չկա։ Օրինակ Հարկոպի վանքում տանիք չկա, այսինքն հենց որ անձրև է գալիս, վանքի մեջ անձրև է գալիս։ Եթե կա քանդակագործություն վանքի մեջ, անձրևը, օրինակ ջուրը Իսկ ինչ արդ օրինակ չեն մտածում վերան կանգնելու կամ տանիք ստեղծելու մասին։ Մտածում են, իրականում կա աշխատանք, որ տարվում է այդ ուղղությամբ, բայց Չէ, ոչ թե Թումոյի կողմից, ոչ թե ձեր կողմից, ձեր ինստիտուտի կողմից, այլ համայնքների կողմից, Ընդհանրապես եմ ասում, ուղղակի տեսնելով մասշտաբը աշխատանքի անպայման պետք է սկսել մի տեղից, օրինակ, չգիտեմ, այս պահին գիտեմ, որ Լոռի բերդը կամ Անբերդը, այսինքն տարբեր նախագծեր են գնում, բայց այնքան մեծ է աշխատանքը, որ վերականգնելը շատ երկար աշխատանք է եւ դրա համար սկանավորել իրականում գոնե լավ ձև է հետ կպահելու, որը փրկելու գոնե։ Այո, գոնե հետ կփրկելու մի քանի օրում կարողանում ենք կատարել։ Նաեւ դուք մասնագետներ եք պատրաստում։ Ես ուզում եմ հասկանալ առաջին գործը սկանավորելը դա իրոք հրաշալի աշխատանք է, երկրորդը մասնագետներ ստեղծելն է հրաշալի աշխատանք, որովհետեւ հետագայում եթե մարդիկ չլինեն, ապա այդ ռեսուրսը չենք կարողանալ շարունակել։ Ուզում եմ հասկանալ ինչպիսի որակավորումներ եք դուք իրենց սովորեցնում եւ տալիս, որպեսզի շարունակեն ձեր աշխատանքը։ Այո։ Իրականում իսկապես ճիշտ եք ասում, որ դա շատ կարևոր մասն է մեր աշխատանքի, որ երբեք չլինենք կախյալ ուրիշներից։ Այսինքն մենք ունենանք ներքին պատրաստ աշխատանքային ուժ, որ եթե ոչ թե եթե, որտեղ արդեն կա հրատապ դեպքեր լինեն, մենք կարողանանք պատասխան տալ։ Եվ դրանից ելնելով մենք ուզեցինք անպայման չդիմել միշտ դրսի խումբերի, այլ կազմել մի խումբ,
այո, որը ինքը իհարկե սովորեց դրսից բերած խումբերից, այսինքն մենք պարբերաբար շատ հաճախ բերում ենք արտասահմանից մասնագիտացած խումբերի, որոնք օգնում են մեր խումբին վերապատրաստվել։ Իրականում հիմա ես շատ ուրախ եմ, որ վերջերս անդրադարձել ենք, որ այլևս մեր խումբը ոչ թե պետք չունի, իհարկե միշտ պետք է վերապատրաստվել, բայց ընդհանրապես ավելի եւ ինֆորմացիայի պակաս չկա։ Հա, դա ուզում եմ ասել, եթե դրսից խումբ է գալիս, ավելի համագործակցությամբ է վերջանում, քան դասավանդել։ Հյուլե, ես վստահ եմ, որ ապագայում էլ ավելի մեծ պլաններ ունեք ու մենք կրկին ձեզ սիրով կհյուրընկալենք մեր տաղավարում զրուցելու այս ամենի մասին, թող իհարկե իմ միակ նպատակը այն է, որ մշակութային ժառանգությունը եւ ոչ նյութական եւ նյութական մշակութային ժառանգությունը երբեք չունենա այդ կարևոր պահպանման կարիքը, բայց ձեր գործը իհարկե անսահման գնահատելի է։ Թող այն ինչը որ մերն է մնա մեզ ու վստահ եմ, որ այդպես էլ կլինի։ Ձեզ շնորհակալություն ձեր կատարած աշխատանքի համար։ Շնորհակալություն։ Դե ինձ սիրելի հեռուստադիտողներ, այո, շատ կարևոր թեմայից խոսեցինք։ Կարևոր ներողություն, կարևոր է այո, պահպանել մշակութային ժառանգությունը ամուր ու պինդ։ Անկամ բնությունից։ Այս պահին գովազդներ եթերում կշարունակենք։ Համեղ սնվել է, դա չի նշանակում, որ կարող եք հրաժարվել համեղ կերակուրներից։ Բարի կեսօր կարելի ասել այն հեռուստադիտողներին, ովքեր հենց նոր միացան, ասեմ, արդեն կազմ պատրաստ եմ, որպեսզի ներկայացնեմ մատուցման ասպսեի մեջ դրված համեղ կերակուրը։ Ավանդական լավաշ, որը հարուստ է ածխաջրերով, այստեղ ունենք կատնաշոր, որը ապահովել է մեր կալցիումի պանիր, ձու, կաթ մի փոքր, որը կարող է կեֆիրով փոխարինել եւ իհարկե սև պղպեղ, կարմիր քաղցր պղպեղի հետ միասին համեմել եմ։ Շատ հետաքրքիր է մատուցման ձևը, արտաքին տեսքը, ասեմ, որ հագեցվածությունը միանշանակ ապահովելու է, որովհետեւ բալանսավորված է այստեղ բաղադրիչները։ Կա սպիտակուց, կա ածխաջուր, կա յուղեր, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի համար ճիշտ ընտրված, այնպես որ արագ պատրաստվող է, խնդրում եմ, սա էլ ներառեք ձեր բարելյուսյան նոթատետրի կամ տետրի մեջ, որպեսզի պատրաստեք, շատ պարզ բաղադրիչներ են, սովորաբար նման բաղադրիչներ լինում են սառնարաններում, չեք իմանում ինչ անեք, այ լուծումը ես արդեն տվել եմ, եւ իհարկե նագեցները, որոնք 4-ից 6 րոպեների ընթացքում է պատրաստվում, հավատացեք, եթե ես 4 տուփ եմ պատրաստել կամ 5 տուփ եմ պատրաստել, արդեն քանակը կորցրել եմ։ Մենք հացրել ենք մեր այն քաղցը, որ մենք ունենք, քաղցի զգացողությունը անմիջապես կորցրել ենք։ Դե ինձ սիրելի հեռուստադիտողներ, այո, կարող ենք ասել այսօրվա համար այսքանը։ Իհարկե օրը դեռ դիմացն է, բայց մենք միշտ շնորհակալ ենք լինում, որ ձեր օրը սկսում եք հենց մեզ հետ, ընտրում եք հետ մեզ եւ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ձեր օրը, ինչպես նշում եմ, համեղ լինի, սննդարար լինի, օգտակար բաղադրիչներով հագեցած եւ իհարկե հետաքրքիր օգտակար նյութերով, որը իմ գործընկերները ամեն անգամ հյուրասրահում ներկայացնում են։ Դե ինչ ինձ թվում է, ես կամաց արդեն տոնական կերակուրներին կանցնեմ, ոչ միայն ավանդական նախաճաշերի կամ ընթրիքների, որովհետեւ հաշված ժամանակներ են, հա, մոտ 2 շաբաթ է մնացել, որ մեր տոնական մենյուն կազմենք միասին, իսկ ես միշտ ներկա եմ, միշտ պատրաստ եմ, որպեսզի ձեր հոգսը, որը դժվարացնում է, չեք իմանում ինչ պատրաստեք, ես ամեն անգամ պատրաստ եմ, որ ձեզ հետաքրքիր մատուցում առաջարկեմ։ Այս պահին այսքանը, ձեզ մեկ անգամ եւս ասում եմ շնորհակալ եմ, սիրում ենք, լավոր ենք մաղթում, իսկ հենց այս պահին գովազդ մեր եթերում։ Դիտողներ վերադարձանք, հրաշալի եթեր ունեցանք այսօր, տարբեր թեմաների անդրադարձանք, հուսով ենք մոտիվացիայի աղբյուր ամեն դեպքում ձեզ համար դարձանք եւ ծառայեցինք։ Այո, եւ ամենօրվա մեր նպատակը հենց այս սիրելի հեռուստադիտողներ լինել ձեր կողքին, ձեզ տալ շատ ժպիտներ, դրական էներգիա եւ իհարկե լավ տրամադրություն ապահովել առավոտվա համար։ Ձեզ մաղթում ենք լավ ու դրական օրվա շարունակություն ու ասում ենք առողջ եղեք եւ լավ մնացեք։ Կհանդիպենք վաղը։